Իմ քայլը հիմնադրամի նախաձեռնությամբ հաջողակից սկսնակին ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ավանդական դարձած բարեգործական ընթրիքը։ Մեծ թվով նվիրատուներից ընթրիքին մասնակցել են 44 կայացած եւ հաջողակ գործարարներ, մշակութային, սոցիալական եւ կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է միմյանցից ոգեշնչված խորագիրը կրող փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ կրկին սկսնակ կին ձեռներեցներն են։ Այս ընթրիքը նվիրված է յուրաքանչյուր մեկ հոգուն կոնկրետ այսօր տվյալ փուլում ծրագրի 528 կնոջ, որոնցից յուրաքանչյուրը իսկապես սրտի թրթիռով սպասում է, որ ինքը հատկապես ինքը կանցնի ծրագրի բոլոր փուլերով եւ կստանա այն դրամական աջակցությունը, որի արդյունքում կստեղծի կամ կզարգացնի ստեղծած բիզնեսը։ Իմ երազանքն է, որ գա այն օրը, որ մեր շահառուները, ովքեր այս ծրագրի շահառուն են, դառնան այս ծրագրի նվիրատուները եւ մեր հետ հավասար այս տղանի շուրջ նստած լինեն։ Հաջողակից սկսնակին փոքր բիզնեսի աջակցման ծրագրով Իմ քայլը հիմնադրամը նպատակ ունի խթանել Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացումը, ձևավորել բարեգործության նոր մշակույթ եւ այն դարձնել ավանդույթ։ Մենք ծրագրի 3 փուլերը կարող եմ ասել հաջողությամբ ավարտին ենք հասցրել։ Առաջին փուլի արդյունքում ունենք 42 կանանց գործող բիզնեսներ Հայաստանի Հանրապետության մարզերում։ Երկրորդ երիտասարդի երազանք փուլի արդյունքում ունենք 58 տղամարդկանց գործող բիզնեսներ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ երրորդ ստեղծենք միասին փուլի արդյունքում արդեն ունենք 25 նորաստեղծ ընտանիքներ, որ հաղթահարեցին առաջին փուլը եւ մասնակցում են բիզնես կառավարման եւ պլանավորման դասընթացների։ Շուտով կներկայացնեն իրենց ծրագրերը ձևավորված հատուկ հանձնաժողովի եւ կստանան իրենց դրամաշնորհները։ Ուրախ ենք, ոգեշնչված ենք, որ մարդիկ կհավատան եւ կվստահեն մեզ։ Եկեք միասին ձեր ցերքի տալով օգնենք, աջակցենք առաջին քայլերին սկսնակ ձեռներեցների դեպի երազանք։ Պատասխանատուների խոսքով այս տարվա բարեգործական ընթրիքը նշանավորվել է նրանով, որ հավաքված գումարը կրկնապատկվել է։ Աջակցության համար հիմնադրամին դիմել է շուրջ 530 կին ձեռներեց, որոնցից 421-ը Հայաստանի տարբեր մարզերից են, մյուսները Երևանից։ Եվ բարեգործության ընկալումը եւ այս ընթրիքի նպատակները շատ տարբերվում են եւ համահունչ են մեր այսօրվա օրակարգին եւ մարդակենտրոն են, խրախուսում են Հայաստանում բիզնեսի տարածումը կանանց, երիտասարդ մարդկանց, մի խոսքով ասած հույս են տալիս ապրելու մեր այս ժամանակներում, որը մեր համար անչափ կարևոր է։ Ծրագրերը, որոնք որ կապված են, որ կարող են երիտասարդ ընտանիքներին օգնել, կարող են ուսման ուղարկել երեխաներին, ինչա հրապուրեց, որ կարող են զարգացնել փակսորեն բոլոր տեսակի ոլորտները, որոնք որ կան Հայաստանում։ Այնպես որ շատ շնորհակալ եմ, որ այսպեսի մի հիմնադրամ կա, որը օգնում է երիտասարդությանը։ Մեր նման մարդիկ, կայացած բիզնեսներ, կայացած գործարաններ պետք է անհրաժեշտ է հպարտանքով, պետք է ուղղակի աջակցեն նման ծրագրերին, որտեղ այն, ինչ որ մենք տեսանք այստեղ այսօր, շատ կարևոր էր եւ այդ ծրագրերի իրականացումը եւ այդ ծրագրերի փաստացի հասանելիությունը այն մարդկանց շատ կարևոր է, որը ապացուցում է, որ գումարները եւ հավաքված գումարները եւ աջակցությունը գնում է շատ նպատակաուղղված։ Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնակավարներում հաջողության հասած եւ առաջին քայլերը կատարող ձեռներեցների միջև։ Աջակցում եւ հետևում է, որ բարեգործությունը լինի թիրախային եւ նպատակային։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։